Բարև ձեզ, Հայ ազգային կոնգրեսի հարգարժան պատվիրակներ, կուսակցությունների ներկայացուցիչներ, հյուրեր և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ։ Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել Հայ ազգային կոնգրեսին հրավերի համար այս կարևոր միջոցառմանը։ Ես կարծում եմ այն շատ կարևոր է նաև Հայաստանի ներքաղաքական կյանքի համար, ոչ միայն Հայ ազգային կոնգրեսի որպես առանձին վերցրած կուսակցության։ Ես մի փոքր փորձեմ պատմական էքսկուրս անել մեր եւ Հայ ազգային կոնգրեսի համագործակցության վերաբերյալ։ 2007-2008 թվականներին, երբ որ Հայաստանի Հանրապետությունում համաժողովրդական շարժում էր սկսվել, ես որպես իրավապաշտպան իմ գործընկերների հետ պաշտպանում էինք մարդկանց իրավունքները բանտերում, քրեակատավական տարբեր հիմնարկներում, ձերբակալված անձանց պահելու վայրերում եւ բազմաթիվ գործերով նաեւ ներգրաված էի որպես փաստաբան մինչեւ մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Այդ գործեր ունենք, որ եվրոպական դատարանում հաղթել ենք։ 2012 թվականին Վանաձորից ընտրվեցի որպես անկախ պատգամավոր եւ Հայ ազգային կոնգրեսը մտավ խորհրդարան ազգային ժողովի 5-րդ գումարման որպես առանձին խմբակցություն։ Մեր համագործակցությունը շարունակվեց արդեն քաղաքական դաշտում։ 2015 թվականին հիմնադրվեց Լուսավոր Հայաստան կուսակցությունը, որը Հայաստանի Հանրապետությունում երկրորդ ուժն է, որը հանդիսանում է եվրոպական ALDE կառույցի կուսակցության, համաեվրոպական կուսակցության անդամ։ Այսինքն մեկը Հայ ազգային կոնգրեսն է, մյուսը Լուսավոր Հայաստան կուսակցությունը, որ մենք կիսում ենք ազատական եվրոպական դաշինքի արժեքները, իսկ այդ դաշինքը Եվրոպական միությունում, Եվրոպական պարլամենտում երրորդ ուժն է։ Մենք միասին պայքարել ենք Հայաստանի Հանրապետության շահերի պաշտպանությունը, պատշաճ ներկայացնելով տարբեր միջազգային հարթակներում, որը մեզ ընձեռում է ALDE կուսակցությունը, եվրոպական տարբեր բազմաթիվ հարթակներում։ Եվ շարունակում ենք այս համագործակցությունը։ Այսօր մենք ունենք մի իրավիճակ, որը որ սովորական իրավիճակ չէ։ Եվ այս իրավիճակում ես կարծում եմ, որ ոչ մի առանձին վերցրած քաղաքական միավոր, որտեղ էլ որ միասին համագործակցեն, այս իրավիճակում չի կարող Հայաստանի առջև ծառացած խնդիրները դիմագրավել։ Մենք այսօր ունենք իրավիճակ, քիչ առաջ հարգարժան գործընկերը խոսեց անկախության հռչակագրի անկախությունը հռչակելու մասին, մենք ունենք իրավիճակ, որ այսօր մեզ պարտադրում են հրաժարվել մեր ծննդյան վկայականից։ Եվ դա ձևակերպում են հետևյալ կերպ, որ ովքեր որ չեն ուզում, որ լինի նոր պատերազմ, հետեւաբար այդ մարդիկ պետք է գնան ընտրությունների եւ քվեարկեն մի ուժի օգտին, որը միակ ուժն է, ինչպես ասվել է հենց երեք, որը միակ ուժն է, որը ասում է, որ սահմանադրության նախաբանում չպետք է լինի հղում անկախության հռչակագրին։ Այսինքն միակ ուժը Հայաստանում, որը ուզում է, որ Հայաստանի ծննդյան վկայական անկախության հռչակագիրը վերացվի, դա գործող իշխանության ուժն է։ Եվ հետեւաբար մնացած բոլոր ուժերը այստեղ անելիք ունեն։ Եվ Հայ ազգային կոնգրեսը որպես անկախական ուժ, եւ մենք բոլորս Հայաստանի անկախության պաշտպանության մարտերում, որը հիմա մղվում է, պետք է կանգնենք միասին մեկ ճակատում։ Մեր համոզմունքը եղել է այն, որ ստեղծված մարտահրավերները հնարավոր է դիմագրավել, պայմանով, որ եթե մենք կարող ենք այնպես կազմակերպվել, որ կարողանանք ընտրություններում ոչ թե ինչ-որ մանդատների խնդիր լուծել։ Հա, ես ինքս 10 տարի խորհրդարանական եմ եղել, Հայ ազգային կոնգրեսն է եղել։ Մենք այստեղ մանդատների խնդիր բացարձակապես չենք դնում։ Մենք դնում ենք Հայաստանի Հանրապետությունը, երրորդ հանրապետությունը պաշտպանելու խնդիր։ Եվ այդ խնդիրը ես պնդում եմ, որ անհնար է լուծել առանձին, անջատ։ Եվ հետեւաբար մենք ողջունում ենք Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին ուղերձները, որոնք միտված են Հայաստանում ներքաղաքական դաշտում կոնսոլիդացիայի ապահովմանը եւ հնարավորինս ավելի խոշոր բևեռով հանդես գալուն, որը կարող է ընտրություններով լուծել Հայաստանի Հանրապետության առջև ծառացած խնդիրները, պաշտպանել Հայաստանի Հանրապետության անկախությունը, ինքնիշխանությունը, մեր ազգային արժեքները, մեր ինքնությունը եւ սա բացարձակապես կեղծ ձևավորված խաղաղություն թե պատերազմ
բաժանման մասին չէ։ Եկող process-ները ամբողջությամբ լինելու են այս բանավեճի շուրջ, բանավեճը բացված է, դաշտը բաժանված է, քիչ առաջ խոսվեց, որ բաժանումներ են եղել վերջին շրջանում, հա, նախկիններ, ներկաներ, սևեր, սպիտակներ, հիմա նոր բաժանում է արվել։ Ասվում է, մեկ ուժ ուզում է խաղաղություն, ասած բոլորը պատերազմ։ Երեք այդ բաժանումը արվել է, շատ թարմ է։ Եվ առաջիկա ընթացող process-ները սրա մասին են լինելու։ Այն մասին չի, որ Հայաստանը գնում է արևմուտք, Հայաստանը դառնում է ավելի եվրոպական, այն մասին չի, որ ինչ-որ մարդիկ իբր թե Հայաստանի անկախությունն են պաշտպանում։ Ոչ, Հայաստանի անկախությունը հենց պետքա մենք պաշտպանենք, որովհետև մեզ է վիճակված։ Եվ այդ վիճակը գծված է։ Սրա մասին է այս քննարկումը։ Եվ ես ուզում եմ այսքանով ամփոփել, կրկին շնորհակալություն հայտնել եւ ողջունել Հանրապետության առաջին նախագահին, նրան առողջություն մաղթել եւ Հայ ազգային կոնգրեսի պատվիրակներին մաղթել արդյունավետ համագումար։ Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը։